Հայ։ Միքայելյան Պետական մակարդակով գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրակարգում չէ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ առհասարակ այդ խնդիրը։ Մենք եկել ենք հարգագիր դուրս հարցերով 15 թվականին մեր նահատակվածներին եւ խնդրեի հարցերը որքին գործնեայության այս տարիների ընթացքում։ Դուք 44 օրյա պատերազմից մինչև այսօր։ Դուք դատապարտում եք Թուրքիայի դրոջի այրումը։ Հարց ցեղասպանության հետ կապված կա։ Որևէ հարցական ցեղասպանության հետ կապված ձեզ համար։ Ոնց հարց։ Ասում են հարցականներ կան ձեզ համար ցեղասպանության հետ կապված։ Ոնց կար հարցականների հարցնի ցեղասպանությունն է։ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը։ Նախ այսօր մենք փոխհատուցում նաեւ տրամադրել։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տենում։ Եվ մենք որպես ես երկրապահի վարչության նախագահ այս տարիների ընթացքում դե բնականա գիտեք Արցախյան պատերազմում մենք 984,000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր եւ 20 թվականից մինչեւ այսօր 7 ուղղությամբ պահվում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի Զավապանի հանդգյուղում են։ Դա հակասում է ճանաչման գործընթացին Թուրքիայի դրոշը այրելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի նախագահ դրանք դատապարտեցին այդ գործողությունը։ Ես այսօր իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդհանրեն ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապ։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել, պարոն Միքայելյան։ Դա իրանց խնդիրն է, իրանց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ դատում։ Նախորդի դուք չեք մասնակցել կամ քննադատել եք նախորդ դրոշ վառելու։ Ընդհանրապես Նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի դրոշ վառել։ Հարց եք տալիս, լսեք հայ բալամ։ Դրոշ վառել միշտ եղել է եւ չեմ դատապարտել։ Դա իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պետք է մենք իշխելով քնենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ Մենք պահանջատիրությունից չենք հենց, հա? Խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջներ դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջները։ Մենք գործընթացի մեջ ենք, որ դա պետք է ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսինքն դեր համար դատապարտելի է դա։ Կներեք, բայց այսօրվա իրավիճակում ես ասում եմ մեր ազգը համախմբած պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։ Ասում եմ պետք է ես որպես վարչապետ ասում Ինձ հարց ունես տալու իմ գործնեայության շրջանակներում որպես ձեր թիմակից ասում եմ եթե ես վերանտրվեմ պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվում եմ օրինակ դուք սա ինչպես եք ընկալում ինչ է դա ժամանակը ցույց կտա Պարոն Միքայելյան ասաց քանի որ երկրապահները ծառայություն են իրականացնում Գեղարքունիքում, Ջերմուկում եւ այլն Գեղարքունիքում 25 թվականին նոր ներխուժում եղել էր Ոչ, այդ սուտ էր, ես գիտեմ այդ Բայց Արբանյակն է ստում Որ, ասում եմ դա սուտ է եղել, ես ընդեղ կանգնած եմ, մեր տեղը երկրապահը մեծ թվականակով կանգնած է Նման բան չեղել Այդ հորին իրել նման բաներին պիտի վերջ տալ Դուք ասում եք այնտեղ կանգնած ենք, հետո ասում եք պիտի մի քիչ խելոք մնանք եւ այլն Խելոք լինենք, չմնանք, գաղափարապես խելոք լինենք Հիմա գաղափարապես այնքան խելոք ենք ձեր ասած, որ մեր սուվերեն տարածքից այդպես էլ դուրս չեն Ժամանակա, դրա համար եմ ասում, պետք է մենք գաղափարապես խելոք լինենք, որ այդ գործընթացը հարցվի ավարտին։ Երկրապահը ինչպես է պատրաստվում մեր սուվերեն տարածքները, որ անցել է թշնամուն։ Երկրապահը այսօր սուվերեն տարածքների դեմ կանգնած է եւ խաղաղության օրակարգի եւ սահմանազատման հետ կապված կան տարածքներ, որ պիտի իրանք հետ տան։ Արծվաշենա, բավար չտանը հետո կերվ, այդ համախմբված լինենք չեն կարա չտան։ Դուք եք կարծում, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին։ Դե Ժորժ ջան, մի գործընթաց հասկացե քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացեմ ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Այս նույն բաները անգլիացիք որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։
Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն, լինելով ապքանտամ, դաշնակից պետություն։ Ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել մեզ Ռուսաստանի կազմ։ Որը ես Եք եղել Ռուսաստանի կազմում։ Երբեք չեմ եղել Ռուսաստանի կազմում չի, բա ինչի։ Բա ո՞նց ենք։ Բա ինչի։ Այսինքն անկախ պետություն Լավ, չենք դու մի քիչ ունեցել։ խոսքս վերջացնեմ հետո։ Անկախություն չենք ունեցել։ Անկախություն ունեցել ենք, եղբայր, բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահման ունենք ինչև էս։ Կա նման բան։ Այո, ունենք։ Ուրա։ Չեք տեսնում, այն Ուրա, ես լավ եմ տրում, վախտեցի, ես ավելի լավ եմ տրում։ Այն սահմանի որտեղ որ դուք կանած եք Երկրապահներին այդ թվում ընդհանրապես մեր ժողովրդին նախկինում որևէ մեկը չէր կարողանում պատերազմով վախեցնել։ Հիմա ասում են, եթե սահմանադրական մեծամասնություն չլինեք Երկրապահը, ազատամարտիկները, բոլոր այնտեղի ովքեր են ժամանակին Վազգեն Սարգսյանը բոլորիս համախմբեց, մենք հզոր ենք։ Մենք մեր գործը փայլուն արել ենք։ 16 Մի րոպե, մենք մեր գործը փայլուն արել ենք 90-ական թվականներին։ Մնացածը քաղաքական գործիչների գործն էր։ Այսօր ես ինչ արել եմ այն թվերին Վազգենի օրոք մինչև հիմա Վազգենի հրամանատարության ներքո։ Այսօր նույն գործն անում է Երկրապահն Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում կանգնած է 6 տարի թվականակներ չեմ ուզում ասել, դու գիտես որ ադրբեջանական սահմանները վերցնել, չգիտեմ ինչ վերլուծական կդնեն։ Թվականակները շատ մեծ թվականակով մինչև այսօր կանգնել ենք։ Ու մենք ուզում ենք որ Հիմա վախեցնում են մեզ, այդքան մեր ժողովուրդը ընդհանրապես լսի, եթե հզոր ես եղել, ամեն ինչ էլ կարաս անես, բայց այսօր մենք պետք է խելոք լինենք, ոչ թե խելոք սակսեր կասես, խելոք լինենք, ես վստահ ենթարկում եմ, խելոք լինենք գաղափարապես, այս իրավիճակից դուրս գանք, դառնալու սահմանած դարձած մեր պետական սահմաններում ունեցած պետություն, հետագայում ժամանակը ցույց տա։ Նայեք, Իսրայելը Ինչքան գիտեմ 22000 քառակուսի կիլոմետր տարածք ունի։ Եվ այսօր աշխարհի գլուխ է տալիս։ Ժամանակը ցույց կտա։ Ես վերջացրի, խնդրեմ։ Արևը։